Օրհնյալ Տերն Հիսուս Քրիստոս ամեն։ Սուրբ Սարգսի տոնի նախօրեին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց հայրապետը հանդիպեց մեր եկեղեցու հայաստանյան թեմերի երիտասարդական կառույցների անդամների հետ։ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության հայրապետական պատգամ ծրագրի առաջին հանդիպումը հայ եկեղեցի երիտասարդների կյանքում երիտասարդները հայ եկեղեցում խորագրով էր։ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության խոսքը լսելու եւ հայոց հոգեվոր կենտրոնում իրենց ուխտը նորոգելու համար այստեղ էին 9 թեմի շուրջ 700 երիտասարդ։ Հանդիպման սկզբում երիտասարդներին իր խոսքն ուղղեց հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության նորանշանակ հոգեվոր պատասխանատու Տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը։ Ապա ատենապետ Կարեն Պետրոսյանը ներկայացրեց կազմակերպության կենտրոնական գրասենյակի կատարած գործերը։ Զորեղ ենք առավել ձեզանով, սիրելի երիտասարդներ։ Եվ մեզ համար մեծ մխիթարություն է տեսնել, որ անկախության այս տարիներին հոգեփոխություն է տեղի ունեցել հայորդյաց մեջ, որ երիտասարդներ այլևս նախանձախնդրորեն համախմբվում են եկեղեցու շուրջ եւ ապրում են եկեղեցական կյանքով իրենց ծառայությունը բերում մեր եկեղեցու առաքելությանը։ Մի քանի ժամ տևած հանդիպման ընթացքում երիտասարդներն ամենայն հայոց հայրապետից ստացան իրենց ուզող հարցերի պատասխանները, որոնք հիմնականում առնչվում էին եկեղեցի պետություն հարաբերություններին, վիրահայոց թեմի կարգավիճակին, հարևան երկրներում հայկական հուշարձանների ոչնչացմանն ու աղանդավորական կազմակերպություններին։ Ինչ շարժառիթների հետևանքով շեղվել են մեր հայրերի ուղենշած ճանապարհից։ Մեր ժողական կեցվածքով վերաբերմունքով մենք որևէ օգտակարություն չենք կարող ունենալ իրենց ուղիղ շիտակ ճանապարհի առաջնորդելու, այլ միայն սիրով։ Իրենք պետք է զգան մեր հոգուսերը եւ այդ սիրո մեջ նրանք պիտի ավելի ապահովության զգացում ունենան։ Վեհափար հայրապետն անդրադարձավ նաև ժողովրդի եւ Մայրաթորի առջև ծառացած մարտահրավերներին, որոնց դիմագրավումը հնարավոր է միայն բարեպաշտ ժողովրդի, առավել եւս երիտասարդների հետ ակտիվ համագործակցությամբ։ Որոշակի խնդիրներ, որոնք ունեին թեմերում, դրանք բարձրաբանվեցին եւ հուսով եմ, որ նրանց աշխատանքը ավելի արդյունավետ կդառնա այսուհետ։ Հանդիպման ավարտին հայոց հայրապետը հորդորեց երիտասարդներին ավելի ստվար դարձնել իրենց շարքերը, լինել քարոզիչները մեր հայրերի հավատի, կյանքում առաջնորդվել աստվածասիրությամբ, ազգային հոգևոր արժեքների բարձր գիտակցությամբ, որպեսզի կարողանան դյուրությամբ հաղթահարել ժամանակի փորձությունները։ Առանց եկեղեցու, առանց քրիստոնեության անկարելի է, որ հայահավաքությունը իրականանա հենց Հայաստանում։ Եվ փառք Աստծո, որ արդեն միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի այդ ծրագիրը մենք իրականացնենք եւ կյանքի կոչենք։